Բարի լույս ժողովուրդ ջան։ Առավոտ գիշերով ժողովրդին ուրախ լուր են մատուցում 10,000 դրամ ավելացնում են, բայց հետ վճարը չի լինելու։ Փաստորեն ոչ մեկ ոչ մի բան էլ չի ավելացնում, դա թոշակների ավելացում չի, դա ուղղակի ընտրությունից առաջ ժողովրդի վրա ծիծաղել է նշանակում։ Ես տենց եմ համարում։ Թոշակների բարձրացումը ժողովուրդ ջան, մի անգամ էլ եմ կրկնում, պետք է լինի այսպես։ Հայաստանի օրենքով ինչքան հասնում է մարդուն այնքան էլ թոշակ պետք է տան։ Հայաստանի օրենքով ուրեմն միջին աշխատավարձի 40%-ը պետք է կազմի միջին թոշակը։ Այս է օրենքը։ Թե չէ ասենք իմս 36, դառնում է 46։ Քոչարյանը եկել է Հայաստանում 10 տարի նախագահ աշխատել, նա ստանում է 1,164,000 դրամ։ Ինչի համար։ Բա սոցիալական արդարությունը որտե մնաց։ Ժողովուրդ ջան, մենք էլ ասում ենք ժողովրդավար երկիր ենք։ Դե ախպերներ ջան, բերեք ճիշտը խոսանք էլի։ Դա թոշակների ավելացում չի։ Ես դեռ նոր տարուց ասել եմ, որ Նիկոլ ջան, ցավդ տանեմ, հանկարծ ընտրություններից առաջ չավելացնես թոշակը, այն ժամանակ չենք ընդունելու։ Այդ 10,000 դրամը ոչ մի բան է вообще, ընդհանրապես, դա եղած չեղած։ Պետք է լինի սոցիալական հավասարություն։ Գոնե ցածր շեմը սարքեք 100,000, վերին շեմը 400,000, ու 150 միլիարդ էլ պետությանը կմնա եկամուտ։ 150 միլիարդ թոշակի համար չի վճարի։ Այդ դա կլինի սոցիալական արդարություն, մարդը իրան մարդ կզգա։ Թե չէ 10,000 դրամ ավելացնում ենք, են հավել վճարա, ինչա չենք տալու։ Իդա դարավ թոշակ եք ավելացրել, ձեր ցավը տանեմ։ Չէ, մարդուն պետք չի երկրում խաբել։ Քո սեփական քաղաքացուն մի օր կխաբես, 2 օր, 3 օր, 4 օր, 5 օր, բայց հավերժ չես կարա խաբես, ցավդ տանեմ։ Նիկոլ ջան, դու լավ ղեկավար ես, ընտիր ղեկավար ես, բայց դու մենակ չես, հասկանում ենք։ Քեզ այսենց գենեքի նման, հենց քո են կողքի, հետևի, էմի կողքից, դիմացից կանածները քեզ հոշոտում են, քեզ թույլ չեն տալի, որ դու ինչ-որ բաներ անես ժողովրդի համար, սա ասել հասկանում ենք, բայց վիճակը սենց է, մարդիկ հասկանում են ամեն ինչ, դա թոշակի ավելացում չի, դա ոչ մի բան չի ընդհանրապես, ոչ մի բանի մասին չի, օրենքով ինչքան մարդուն հասնում է, դուք պետք է են տակ իրան, ոչ թե ադալժեննի անեք, իբր ձեր ջեբից տալիս եք, մարդկանց ավելացնում եք, հենց նենց, խղճում եք ինչ-որ, մարդկանց 10,000 ավելացնում եք, ջհանդամ առես, ոսկորը գցում եք, առաջը կրծի, տես չի, օրենքով ոնց հասնում է, նենց էլ արեք, ոչ թե ինչ-որ իշխանական մասերի միլիոններ թոշակ, իսկ են բան որը որ հանքերում, ես մի բանում տանջվելով, առողջությունը կորցնելով 36, 46, 56 կամ 70, ոչ մի բան է դա թոշակ չի, դա թոշակի բարձրացում չի էլի, դու ասենք ինքներդ ձեզ կարաք իբր թե խաբեցիք, բայց մարդկա կարող է այսօր 10,000 դրամի կարիք ունի, հասկանում ենք դա, մարդկա ունի այդ կարիքը,
Նա կարող է ուրախանա, ասի, ապրի իմ կառավարությունը, բայց բերեք, օրենքով անենք, էլի, օրենքով ինչքան հասնում է, այն էլ մարդուն վճարենք։ Մարդուն այս հենց ասենք, ժողովուրդ ջան, ձեզ օրենքով հասնում է, այսենց, միջին աշխատավարձի չափով մեր օրենքում գրված է, որ 40% պետք է լինի, եթե գրած է 10% պիտի լինի, օրենքով ցույց տվեք մարդկանց, ասեք օրենքով էսա ձեզ հասնում, ձեզ օրենքով ինչքան հասնում է, այն էլ տալիս ենք։ Բայց օրենքով ուրիշ բան եք գրում, նենց ուրիշ բան եք տալի, հասկանում եք, ինքն էլ նենց եք տալի, իբր ձեր ջեբից եք տալի։ Մարդիկ իրանք այդ թոշակը վաստակել են, 40-50 տարի աշխատել են, վաստակել են։ Տես բաներ, սոցիալական արդարություն պետք է վերականգնվի այս երկրում։ Ոչ մի նախարար, ոչ մի պատգամավոր, ոչ մի վարչապետ, երկրի նախագահ, էս մեկ, փլան, փստան, դատավոր, դատախազ, այն հասարակ բանվորից լավը չի։ Լավն է օրենքով ինչքան նախատեսած է, այնքան նրան տվեք, այնքան էլ նրան տվեք։ Ոչ թե օրենքով նախատեսած այդ մարդկանց տվեք մաքսիմալը, իսկ բանվորներին հասարակ ժողովրդին որոշեցեք մի ցածր գին, որոշենք տանք գնան, թող յոլա գնան։ Կամ բան։ Սոցիալական արդարություն, եթե չեղավ, սաղ սուտ է, սա ընտրակաշարքի նման մի բան է դառնում։